Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 20-ն է և այսօր սկսում ենք Հայաստանից, ինչպես և միշտ ավանդության համաձայն, և հետո արդեն նոր անցնում ենք միջազգային հարցերի։ Եվ ինչպես միշտ, երբ որ հիշում եմ, փորձում եմ ավանդաբար հիշեցնել ձեզ նաև լայքերի մասին, քանի որ դա է հիմնական շարժիչ ուժը, որպեսզի մեր տեսանյութերը շատ արագ ձևով տարածվեն YouTube-ում, ինչպես նաև ձեր մեկնաբանությունները կարևոր է, եւ եթե հնարավոր է նաև կարող եք կիսվել ձեր սոցիալական ցանցերում ու բաժանորդագրվել մեր ալիքին։ Սկսում ենք Հայաստանից եւ երևի թե սկզբից միանգամից պետք է խոսենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մի քանի ժամերի տարբերությամբ 3 անգամ փաստացի կոչով դիմել է Ադրբեջանին, գրառումներ անելով Facebook-ում, դա ինչ որ մի բան նաև մեզ հուշում է։ Առաջինի մասին ես երեք արդեն ասել եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման եւ Հայաստանը պատրաստ է ստորագրել, ինքը վարչապետը պատրաստ է ստորագրել։ Երկրորդ գրառումը մի փոքր ժամանակ անց էր եւ այդտեղ գրեթե նույնն էր սկզբում տեքստը, բայց արդեն նույն գրառման երկրորդ մասում ասում է, որ իմ հրահանգը Հայաստանի զինված ուժերին հստակ է, որ ոչ մի հրադադարի խախտում չլինի, մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ երրորդ գրառումը մոտ 1 ժամ ու կես առաջ էր, նա գրում է կրկին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։ Նա ասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթղթի պայմանագրի ստորագրման մասով։ Այսինքն մենք ընդամենը ժամերի տարբերությամբ ունենք 3 նմանատիպ գրառում, որը որ սկզբում նույն ձև է սկսվում եւ մեկի մեջ ասվում է, որ փաստացի Հայաստանը պատրաստ է ստորագրել, երկրորդի մեջ ասվում է, որ ինքը հրահանգ է տվել զինված ուժերին, որպեսզի խստորեն պահպանեն հրադադարը, եւ երրորդում հստակ կոչը արդեն Իլհամ Ալիևին է, որ այդ բանակցված արդեն պատրաստի համաձայնեցված նախագիծը ստորագրվի երկու երկրների ղեկավարների միջև։ Ինչ է սա նշանակում։ Իմ պատկերացմամբ ինչ որ սրացում կա։ Հələ չեմ խոսում այն մասին, որ երեք եւս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեգատավություն էր տարածում եւ հիմա մենք տեսնում ենք, որ ողջ աշխարհը շնորհավորում է, ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին, որ հասել են խաղաղության պայմանագրի համաձայնեցման, չնայած դրա մենք տեսնում ենք լուրջ սրացում ապատեգատավության միջոցով։ Մենք նաեւ խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանում լրատվամիջոցները կրկին հիշեցնում են, որ չի կարելի զինտեխնիկայի շարժ նկարել եւ քրեական պատիժ է նույնիսկ նախատեսված դրա համար եւ ինչ որ բլոգերներ, տիկտոկերներ կամ ինչ որ մեկը որ նկարել եւ տիկտոկը ինչ որ մի բան տեղադրել, դա խնդիր էր ունեցել։ Փաստացի ինչ որ շարժ կա իմ պատկերացմամբ զինտեխնիկայի եւ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը 3 անգամ գրառում է անում։ Դա իմ վերլուծությունն է, իմ եզրահանգումն է, կարող է սխալվեմ, պարտադիր չէ, որ ես կարողանամ ճշգրիտ վերլուծել, բայց սա իմ հստակ ենթադրությունն է եւ կարծիքն է, հաշվի առնելով այն, որ մենք ունենք այսպիսի տեղեկություններ, այսպիսի տենդենց, նաեւ արագ գրելու տենդենսը Փաշինյանի կողմից, սովորության համաձայն, երբ որ նա ջղաձգվում է, նման գրառումները սկսում արագ անել, ինչ որ մի բան նշանակում է, այսինքն ինչ որ մի բան հնարավոր է N չի, կարճ ասած եւ կոպիտ ասած, բայց կրկնեմ, հաշվի առնելով այն, որ մենք լրացուցիչ ոչ մի փաստ չունենք, հաշվի առնելով դա, հստակ ոչինչ չեմ կարող պնդել, բայց ես ասել եմ ու շարունակում եմ պնդել իմ միտքը, որ իմ պատկերացմամբ լայնածավալ ինչ որ էսկալացիա դժվար թե տեղի ունենա, բայց նույն ժամանակ ես չեմ բացառում նաեւ բավականին խոշոր սադրանքները։ Բնականաբար մենք չենք ցանկանում, որ նման բան տեղի ունենա, բայց իմ պատկերացմամբ մեկ բան շատ կարևոր է հստակեցնել, ինչքան հետևել եմ հայկական մեդիա դաշտին, տարբեր բլոգերներին, ընդհանրապես քաղաքական մտքին, մի հստակ եզրահանգման է գալիս, որ
Ընդհանուր առմամբ պատկերացում է ձևավորվել հստակ հայ հասարակության մեջ, որ մենք հիմա շատ թույլի կարգավիճակում ենք։ Ես կարծում եմ, որ այդ թույլի կարգավիճակ հոգեբանությունից վաղուց արդեն դուրս գալու ժամանակն է, Արցախյան պատերազմից հետո բավականաչափ ժամանակ է անցել եւ պետք է որ այս ժամանակի ընթացքում հայկական բանակը բավականին ուշքի գար, եւ ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տեղի ունեցել, ինչպես սահմանագծի երկայնքով բավականին լուրջ ինժեներական աշխատանքներ են տեղի ունեցել, այնպես էլ բանակի ներսում այսօր այլ դիրք ունի նաեւ Հայաստանը միջազգային ասպարեզում լրիվ որակապես այլ հարաբերություններ ունենք մենք տարբեր երկրների հետ, որը որ ընդհանրապես համեմատելի չէ, մոդել չի 20 թվականի հետ, եւ դա է պատճառը, որ մենք արդեն պետք է դադարենք մեզ զգալ զոհի կարգավիճակում եւ արդեն կրկին մենք կարող ենք խոսել հավասարը, եւ պետք է կամաց սովորենք կրկին Ադրբեջանի հետ խոսել հավասարը, չեմ ասում սադրենք, չեմ ասում սպառնանք, չեմ ասում առիթ տանք հարձակման, բայց նույն ժամանակ մեր հասարակությանը պետք է բացատրել, որ այլևս բալանսը կարելի ասել, որ մոտավորապես եթե ոչ վերականգնված է, ապա շատ մոտ է Ադրբեջանի հետ եւ բավարար է վախենալ եւ պատկերացնել, որ ամեն ինչ շատ վատ է լինելու, եթե հակառակորդը սկսի պատերազմ։ Ճիշտ է, լավ բան չէ պատերազմը, շատ վատ բան է, բայց այնուամենայնիվ ես համոզված եմ, որ հայկական բանակը, հայկական զինված ուժերը եւ հայ հասարակությունը պատրաստ են այդ ամենին, եւ դա գիտակցելով Ադրբեջանը դժվար թե հարձակվի, եւ եթե հարձակվի, արդեն ավելի մեծ գին է վճարելու, այսինքն մենք ինչքան շուտ ավելի լավ հասկանանք, որ մենք իզորու ենք պաշտպանել մեր երկիրը, այդքան հնարավոր է, որ պատերազմ տեղի չունենա։ Սա շատ կարևոր է նշել։ Երեք հետաքրքիր տեղեկություն տարածվեց, որ Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Հայաստան այցից հետո եւ քննարկել է այդ խաղաղության համաձայնագրի տեքստը եւ շատ կարեւոր է կարծում եմ նաեւ Նիդերլանդների դիրքորոշումը եւ աջակցությունը այս գործընթացին։ Երևի թե Նիդերլանդները իրենց հերթին փորձում են ազդել նաեւ Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը չգնա պատերազմական լարվածության, ինչը բնականաբար չափազանց կարևոր է միջազգային հանրության տարբեր երկրների ներգրավումը այս գործընթացի մեջ, որպեսզի Ադրբեջանին հասկացնեն, որ սադրանքները եւ պատերազմական գործողությունները անընդունելի են։ Այսինքն մեր նպատակը բնականաբար խուսափելն է պատերազմից, բայց բնականաբար ոչ ամեն գնով Հայաստանը չի ցանկանում հարձակվել որևիցե երկրի վրա, մենք միշտ պետք է խոսենք այս մասին եւ հայկական մեդիա դաշտը, բլոգերները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները շատ կարեւոր է, որ սա միշտ շեշտեն եւ շատ հստակ շեշտեն։ Միջայլոց այդպես էր նաեւ երեք արտահայտվել Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակը, ինչը բնականաբար եւս շատ ճիշտ եւ դրական էր այդ մոտեցումը։ Եվ նույնիսկ այս պահին, երբ որ մենք անում ենք մեր հաղորդումը, այս պահին եւս հայկական պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է ադրբեջանական պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը, այսինքն այս լարվածության տեղեկատվական լարվածությունը, որը որ ունի արդեն մի քանի օրերի պատմություն, չի ավարտվում։ Շարունակենք մեր հաղորդումը եւ արդեն անդրադառնանք միջազգային այլ կարևոր իրադարձությունների։ Երեք Ստամբուլում ամբողջ օրը բազմահազարանոց ցույցեր էին, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ, չնայած նրան, որ արգելել էին ցույցեր անցկացնել։ Գիտեք, որ երեք առավոտյան լուսաբացին Ստամբուլում ձերբակալվել էր Ստամբուլի քաղաքապետը եւ ելի մի շարք քաղաքական գործիչներ, նրան 4 օրյա կալանք է սահմանվել նրա նկատմամբ, դրանից մեկ օր առաջ նրա դիպլոմը չեղյալ էին համարել, քանի որ ըստ թուրքական օրենքի միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը կարող է դառնալ երկրի նախագահ, եւ հետո արդեն առավոտյան ձերբակալել էին Ստամբուլի քաղաքապետին։ Ինչպես արդեն նշեցի, չնայած նրա, որ արգելված էր Թուրքիայում ցույցեր անել, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ
բավականին մեծ ցույցեր էին, նույնիսկ շենքերից էին մարդիկ միանում, ովքեր որ դուրս չէին եկել փողոց, նրանք շենքերի լույսերն էին անջատում եւ միացնում, դրանից բացի պատուհաններից ինչ որ ձայներ էին հանում, ազդանշաններով աջակցելով ցուցարարներին։ Բավական լարված իրավիճակ է Ստամբուլում, տեսնենք թե ինչպես կավարտվի այս ամենը, իմիջիայլոց նաեւ մեղադրում են Ստամբուլի քաղաքապետին, որ իբր նա աջակցել է քրթական բանվորական ահաբեկչական կազմակերպությանը։ Ուկրաինայից կարելի ասել, որ երեք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև 175-175-ի, ինչպես եւ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո էր հայտարարվել փոխանակություններ տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև բռնավորների փոխանակումն է տեղի ունեցել գերիների։ Նրանից բացի Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ 1 ժամ տևել է այդ հեռախոսազրույցը եւ Թրամփը այդ հեռախոսազրույցը եւս շատ դրական է գնահատել։ Եվ նա նշել է, որ հիմնական մասը այդ հեռախոսազրույցի նախորդ հեռախոսազրույցի մասն էր, այսինքն թե ինչ են քննարկել Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը եւ փորձել են իրենց դիրքորոշումները արդեն մոտեցնել։ Հավանաբար Վլադիմիր Պուտինի տեսակետները եւ դիրքորոշումները Դոնալդ Թրամփը փոխանցել է Զելենսկիին եւ բնականաբար ավելացրել է նաեւ իր տեսակետները, այսինքն այդ հարցերի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել եւ փորձել են դիրքորոշումները մոտեցնել։ Եվ Դոնալդ Թրամփը ասում է, որ մենք վստահ շարժվում ենք առաջ, ու ինքը հանձնարարել է Մարկո Ռուբիոին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարին, հստակ մշակել եւ դասավորել այդ քննարկված բոլոր կետերը, որպեսզի դրանք դառնան արդեն բանակցությունների մաս։ Եվ նա ասում է, որ ընդհանուր այդ հայտարարությունը, թե ինչ է քննարկվել, մոտակա ժամանակներս հրապարակվելու է։ Թրամփը նաև խոսել է կրկին Ռուսաստանի մասին, ասելով, որ Ռուսաստանը ահռելի մեծ տարածքներ ունի եւ հստակ հասկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին մեծ շահեր ունեն Ռուսաստանի այդ մեծ տարածքից, այսինքն հստակ բիզնես ծրագրեր կան, որ ինչ որ թե հազվագյուտ մետաղներ կամ ինչ որ մի բաներ կամ ինչ որ ուրիշ բաներ փորձեն արտահանել Ռուսաստանից։ Եվ կարծում եմ կարևոր է հիշեցնել, որ այս մի քանի օր է, թե չեմ սխալվում, մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում կրկին հանդիպում է ունենալու ռուսական եւ ամերիկյան կողմերի միջև, քննարկման թեման կրկին Ուկրաինան է, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի կարելի ասել, որ նույնիսկ համոզված են, որ մոտակա շաբաթների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են հասնել հրադադարի Ուկրաինայում։ Այն, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չի համաձայնվել միանգամից հրադադար հաստատել, իմ պատկերացմամբ ինչ որ կետեր են առաջարկվել, ինչ որ պահանջներ են ներկայացվել եւ ամենայն հավանականությամբ նրանք պայմանավորվել են, որ այդ արդեն բանակցությունները կշարունակվեն Սաուդյան Արաբիայում եւ դա էր պատճառը նաեւ, որ ցանկ տեղի ունեցավ նաեւ Վլադիմիր Զելենսկիին։ Թրամփը նաև փորձում է ճշտել Ուկրաինայի տեսակետը, Եվրոպական միությունից եւ եվրոպական երկրներից ասում են, որ Ուկրաինայի կարծիքը անպայման պետք է հաշվի առնվի, եւ հիմա տեսնենք, թե ինչ բանակցություններ կընթանան արդեն Սաուդյան Արաբիայում։ Պետք է նշել, որ Մերձավոր Արևելքում եւս շարունակվում են պատերազմները, թե Իսրայելի գործողությունները Համաս տերորիստական խմբավորման նկատմամբ, եւ թե Եմենին հարվածները Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ են հասցնում Եմենին եւ հրթիռներ են թռնում նաեւ Իսրայելի ուղղությամբ, այսինքն հիմա բոլորը թիրախավորում են Իսրայելը, թե Համաս շարժումը եւ թե Հութիները, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի հետ միասին հարվածներ են հասցնում, ինչպես արդեն նշեցի, Եմենին։ Սակայն կարևորը այստեղ այն է, որ երեք ի հայտ է գալիս մի տեղեկություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2 ամիս են տվել Իրանին։ Նամակում ուղղված Իրանին Դոնալդ Թրամփը գիտենք չէ, որ նամակ էր ուղարկել Իրանի իշխանություններին եւ եթե չեմ սխալվում նույնիսկ Այաթոլլահ Խոմեյնիին եւ այդ նամակում 2 ամիս ժամանակ է տալիս Իրանի իշխանություններին, որպեսզի գնան բանակցությունների, իրանական կողմը գնա բանակցությունների, փորձեն բանակցությունների միջոցով լուծել իրանական
ատոմային ծրագիրը հակառակ պարագայում հստակ սպառնալիք կա այդ նամակի մեջ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլ կերպ է լուծելու Իրանի ատոմային ծրագիրը։ Եվ ես պատկերացնում եմ, որ արդեն ոչ թե 2 ամիս, այլ ամիս ու կես է մնացել, եթե մենք հավատանք այդ նամակին, քանի որ մոտ 2 շաբաթ է այդ հարցը շատ ակտիվ քննարկվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նամակ են փոխանցել Իրանին։ Այս պայդարությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք նաև, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, այսինքն այս ամենը չափազանց կարևոր է, դրա համար ես ստիպված եմ միշտ հիշեցնել, քանի որ հազարավոր մարդիկ մեկ-մեկ լինում է, որ մոռանում են դնել like, ինչը բնականաբար շատ կարևոր է, եթե YouTube-ը ստեղծել է այդ կոճակը, դա կարևոր նշանակություն ունի տեսանյութերի տարածման համար, ինչպես նաև շատ կարևոր է, որ դուք սիրելի հայրենակիցներ գրում եք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։